Բարև ձեզ։ Այսօրվա զրույցի թեման մարզային բժշկական կենտրոնների օպտիմալացումն է։ Կառավարության որոշումը արդեն ընդունվել է։ Զրուցելու ենք ոլորտի փորձագետ Անուշ Պողոսյանի հետ, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Սիրով։ Նախ փորձենք հասկանալ ինչու են օպտիմալացվում մարզային բժշկական կենտրոնները, ինչ խնդիր է լուծվելու եւ հաջորդ հարցը ինչ է իրականում նշանակում միաձուլման եղանակով օպտիմալացում։ Իրականում մարզային բժշկական կենտրոնների, այսպես ասած, ճակերտներով բարեփոխման փուլը սկսվել է շատ ավելի վաղ։ Այս հիվանդանոցները, որոնք այսօր միաձուլման ձևով օպտիմալացվում են, նախկինում եղել են մարզային ենթակայության հիվանդանոցներ։ Սակայն 1 տարի առաջ առողջապահության նախարարը այսպես հայտարարեց, որ մենք կարծում ենք, որ մարզպետները ամբողջ Հայաստանի Հանրապետության ճիշտ չեն կառավարում այդ հիվանդանոցները եւ ուստի անհրաժեշտություն է առաջացել հիմնադրի փոփոխության մեջ եւ հիմնավորեցին մարզպետներին, անգամ ես կատակով հաճախ ասում էի, որ սա հանցավոր անկարգության մասին հաղորդում է նախարարության կողմից, որովհետև հիմնավորեցին եւ վերցրեցին այդ հիվանդանոցների ենթակայությունները, փոխեցին։ Եթե առաջ այս հիվանդանոցների հիմնադիրը մարզպետարաններն էին, ապա դարձավ առողջապահության նախարարը եւ այս տարի օգոստոսին մի նախագիծ սկսվեց շրջանառվել, որով առողջապահության նախարարության կողմից առաջարկվում էր բոլոր մարզային հիվանդանոցները օպտիմալացնել եւ այդ ամբողջ 52, եթե չեմ սխալվում, հիվանդանոցներից ստանալ ընդամենը 10 հիվանդանոց մարզերի անուններով, օրինակ չի լինելու այլևս Բերդի բժշկական կենտրոն, Իջևանի բժշկական կենտրոն եւ այլն, լինելու է Տավուշ բժշկական կենտրոն, Գեղարքունիք բժշկական կենտրոն, Կոտայք եւ այսպես բոլոր մարզերով։ Եվ հիմնավորման միակ կետը, որ դրվել է, ասում են, որ հեշտ կառավարելի դարձնելու համար, այսինքն առողջապահության նախարարությունում կոմֆորտ կառավարման համար որոշել են, որ պետք է ունենան 10 գլխավոր բժիշկներ եւ աշխատեն այդ 10 գլխավոր բժիշկների հետ։ Եվ այս միավորումը արդեն դարձել է, այսպես ասած, նախագիծը կառավարության որոշում, որի արդյունքում մենք ունենալու ենք, ես մեկ-մեկ համեմատաբար ասում եմ, սա մարզային առողջապահության կործանման նախավերջի արարն է, իսկ վերջում այդ բժշկական կենտրոնները, երբ որ ստեղծվեն, ենթադրում եմ, որ նաև գյուղական ամբուլատորիաները եւս առանձին որպես միավորներ չեն գործի, դրանք էլ կմիացնեն այս բժշկական կենտրոնի մեջ եւ մենք կունենանք ամբողջ մարզում գործող մեկ իրավաբանական անձ իր, այսպես ասած, ենթակա մասնաճյուղերով եւ կարծում եմ, որ սա իրականում կբերի մարզային առողջապահության մեջ լուրջ խնդիրների առաջացմանը։ Բնակչությունը ինչպես է զգալու այս օպտիմալացումը։ Անկեղծ ասած, բնակչության, այսպես ասած, սպասարկման խնդիրները ընթացքում ծագելու են այն առումով, որ մարզերում նախ առաջինը մենք չգիտենք այս իրավաբանական անձը, որ ստեղծվեց, օրինակ Տավուշ բժշկական կենտրոնը, որտեղ է գործելու այդ իրավաբանական անձը, որովհետև այնտեղ այդ հիվանդանոցները դառնում են, այսպես ասած, իրենց տեղերում մասնաճյուղներ եւ ստեղծում է մեկ նոր իրավաբանական անձ, որոնց մեջ միավորվում են այն մնացածը։ Այսինքն նոյեմբերյանի բժշկական կենտրոնը, Բերդի բժշկական կենտրոնը եւ Իջևանի բժշկական կենտրոնը միավորվում են մեկ կառույցի մեջ։ Մեկ կառույցի մեջ, այո, միավորվում են մեկ կառույցի մեջ։ Եվ այդ իրավաբանական անձի գտնվելու վայրը այս պահին այդ կառավարության որոշումով չի երևում, ընդհանրապես բոլոր մարզերում չի երևում։ Եվ այստեղ մի այսպիսի կարգավորում կա, որ ասում է, այդտեղ տնօրենը, այդ իրավաբանական անձի լինելու է ոչ պարտադիր չի, որ լինի ոչ բժշկական կրթության մասնագետ, այսինքն ոչ բժշկական կրթության մասնագետ, որը ունենալու է տեղականներ, իսկ տեղերում գործող մասնաճյուղերը, այսպես ասած, ունենալու են համապատասխան մասնաճյուղի, այսպես իրանք դրել են անունը գլխավոր բժիշկ, որը ենթարկվելու է այս նշանակված տնօրենի տեղակալին։ Այսինքն ես կարծում եմ, որ այդ գլխավոր բժիշկներին բաժնի պետերի ստատուս են տալու տեղերում աշխատելու դեպքում։
եւ ինչ է լինելու մարզերում ադմինիստրատիվ հատվածի կրճատում է լինելու, վարչարարական հատվածի, այսինքն բավականին մարդիկ այստեղ գործազուրկ են դառնալու։ Հաջորդ փուլում ինչ են անելու, ծախս արդյունավետությունը եթե գնահատեն, կհասկանան, որ շատ տեղերում կան խնդիրներ եւ կարծում եմ նաեւ կսկսեն միավորել ծառայությունները։ Օրինակ կորոշեն, որ ենթադրենք տրավմատոլոգիական ծառայությունը պետք է արվի ընդամենը մեկ բժշկական կենտրոնում եւ այդտեղ օպտիմալացնեն այդ ծառայությունը, ինչը զգալու բնակիչը իր մաշկի վրա զգալու է հասանելիության խնդիր։ Իսկ մենք գիտենք, որ ճիշտ առողջապահության համար գոհունակության ցուցանիշի ամենակարևորագույն կոմպոնենտներից մեկը դա հասանելիությունն է։ Իսկ մենք այստեղ ունենալու ենք հասանելիության խնդիր։ Շտապօգնության վիճակը ինչպես է, արդյոք ենթարկվելու է նույն կառույցին, թե շտապօգնությունները գործելու են մարզային բժշկական կենտրոններին կից։ Ոչ, շտապօգնության հարցը իրենք արդեն լուծել են, այսինքն ունեն հանրապետական շտապօգնության կայաններ, որոնք ամբողջությամբ նախարարության ենթակայության են, առանձին կառույցներ են ստեղծել եւ այդ կառույցներում գործում են այդ շտապօգնությունները, որը արդեն իսկ 1 տարուց ավել խնդիրներ է առաջացնում բնակչությանը, որովհետև դեղորայք ապահովման հետ կապված խնդիրներ կան, գնումների հետ խնդիրներ կան, հաջող շտապօգնության բժիշկները մարզերում հատկապես բողոքում են, որ ստիպված են լինում իրենց գրպանից դեղերը առնեն, որովհետև անդադ կայանը գնումների հետ կապված խնդիր ունի եւ այլն եւ դեղ ապահովման խնդիր կա։ Իսկ առաջ երբ որ հիվանդանոցների ԲԿ-ների կազմի մեջ էր, ԲԿ-ի դեղորայքի հաշվին կարողանում էին ապահովել այդ շտապօգնության ծառայությունը։ Այսօր մենք նաև ունենք այդտեղ լուրջ խնդիր շտապօգնության հասանելիության հետ կապված։ Որ հիվանդանոցներն են ենթարկվելու նորակառույց կենտրոնին, դրանք նաև մասնավոր բժշկական կենտրոններն են, թե միայն պետական հիվանդանոցները։ Ոչ, դրանք 100% պետական ենթակայության հիվանդանոցներ են, որոնց հիմնադիրը այլևս առողջապահության նախարարությունն է եւ նրանք են ենթարկվելու, այսպես ասեմ, իրենք վերցրել են հին մոդելը, առաջ գոյություն ունեին մարզերում առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչություններ եւ այս հիվանդանոցների աշխատանքային ընթացակարգերը կառավարվում էր վարչության կողմից, վարչության պետի կողմից, սակայն ֆինանսական պատասխանատվությունը դրված էր բացառապես տնօրենների վրա, այսինքն վարչությունը միայն բոլոր աջակցությունը ցույց էր տալիս բացի ֆինանսական կառավարումից։ Այս հիվանդանոցը, որը ստեղծվելու է, նույն տրամաբանությամբ է ստեղծվում, բայց նաև ֆինանսական ամբողջ մարզային բյուջեն գնալու է այս գիգանտ իրավաբանական անձին, որը որ ստեղծվում է։ Ինչպես են հաշվարկելու, օրինակ, եթե Տավուշի մարզի մասին ենք խոսում, Բերդի բժշկական կենտրոնը եւ Նոյեմբերյանի բժշկական կենտրոնը ինչ կարիքներ ունեն, որպեսզի ֆինանսավորեն այս սարքավորները ձեռք բերելու կամ այդ դեղորայքը ձեռք բերելու համար։ Ես կարծում եմ, որ եթե դա կենտրոնում է եւ կենտրոնը չի կարող անմիջապես ներկա լինել այդ բուժհաստատություններում, որպեսզի կարողանա գնահատել կարիքները տվյալ բժշկական կենտրոնի, ինչը շատ կարևոր է։ Այո, ես կարծում եմ, որ այստեղ սկզբնական, այսպես ասած, մեկնարկը տալու են նախորդ տարիների բյուջեների հիմք ընդունելով, ենթադրում եմ, որ իրենք 6 ամիս հետո են այս կառավարության որոշման մեկնարկը տալու, այդ 6 ամսում իրենք նաև կանեն ֆինանսական ուսումնասիրություն, աուդիտ կանեն, հասկանալու համար ինչ բժշկական կենտրոններ են միաձուլվում, որովհետև այնտեղ բավականին լուրջ իրավաբանական խնդիրներ են առաջանալու, իսկ ինչպես են գնահատելու կարիքները, ճիշտն ասած, սա մեծ վտանգ է ներկայացնում նաև կոռուպցիոն ուրեմն կոմպոնենտներով, որովհետև երբ որ հիմնավորումը կարդում ենք այս կառավարության որոշման, ասում եմ հնարավորություն կլինի, որ մի բժշկական կենտրոնը, որը ունի ֆինանսական խնդիրներ, մյուս բժշկական կենտրոնի եկամուտներից ուղղել մեկ այլ բժշկական կենտրոնի խնդիրները լուծելու համար։ Ավելի պարզ ասեմ,
Եթե օրինակ Իջևանի բժշկական կենտրոնը շատ լավ աշխատել է, ունի շահույթ եւ այդ շահույթով ինքը փորձում է զարգացնել բժշկական կենտրոնը, ինչպես նաեւ տարբեր պարգևավճարներով մոտիվացնել եւ աշխատավարձով իր բժշկական կենտրոնի աշխատող բուժ անձնակազմին, բժիշկներին, բուժքույրերին, մայրապետերին, ապա նոր ստեղծված այդ կառույցի տնօրենը շատ հանգիստ կարող է այդ ամեն ինչը վերցնել եւ ուղղել մեկ այլ օրինակ նոյեմբերյանի բժշկական կենտրոն ըստ հայեցողության, իսկ թե այդ ստեղծվող հիմնարկների տնօրենները ովքեր կլինեն եւ ինչքան կհասկանան առողջապահական կազմակերպումից, դա արդեն ամենավտանգավորն է, որովհետեւ հստակ դրվել է չափանիշ, որ բժշկական կենտրոնի տնօրեններ կարող են լինել բարձրագույն կրթությամբ, սակայն ոչ բարձրագույն բժշկական կրթությամբ քաղաքացիներ։ Կարծում եք, որ դա կարևոր է, որովհետև սովորաբար փորձը ցույց է տալիս, պրակտիկայում կառավարիչներ կարող են լինել ոչ մասնագետ կառավարիչներ, բայց շատ ճիշտ կազմակերպող, աշխատանք կազմակերպող եւ կառավարելի դարձնելու իմաստով հաջողակ մոդելներ կան եւ կառավարիչները պարտադիր չեն, որ լինեն տվյալ մասնագիտության կրողը։ Տվյալ դեպքում առողջապահության ոլորտի մասնագետ պարտադիր չէ, որ լինի։ Այս ոլորտը շատ սպეციფიկ է, որ պարտադիր է, որ դա ենթադրի զուտ առողջապահական ոլորտի մասնագիտություն։ Նայեք, սպეციფიკությունը ինչու՞մն է կայանում, եթե մենք վերցնում ենք այս միակ տնօրենին, որը որ մրցույթով նշանակվելու է եւ չի լինելու բժշկական կրթությամբ մասնագետ, եւ նրա հայեցողությամբ նշանակվելու են մյուս բժշկական կենտրոնների գլխավոր բժիշկները, ապա այստեղ ռիսկայնություն կա, արդյոք այդ կառավարիչը կարող է ճիշտ բժշկական կենտրոնի տնօրեններ նշանակել տեղերում, եւ երկրորդը ես ինքս դասավանդել եմ այդ կառավարիչները, որոնք բժշկական այսպես մենեջմենտ են սովորում, եւ այնտեղ հաճախ հանդիպել եմ մարդկանց բարձրագույն կրթությամբ, որոնք չունեն բժշկական բարձրագույն կրթություն, բայց ուզում են բժշկական կառավարում սովորել։ Իմ փորձը ասեմ, եթե բժշկական կրթությամբ մեր մասնակցին ինձ պետք է 1 ժամ բացատրելու թափոնների օրինակ բժշկական կառավարումը, ապա ոչ բժշկական կրթությամբ մեր քաղաքացիներին ժամանակ է պետք, որպեսզի սովորեցնես ինչ է թափոնը, ինչ է վտանգավոր թափոնը, հետո նոր անցնես այդ թափոնների կառավարումը եւ այսպես շատ մանրակրկիտ բաներ, այսինքն եթե մենք անգամ վերցնում ենք, որ կառավարիչը չպետք է լինի բժշկական կրթությամբ, մենք պետք է ունենանք ապահովության բարձիկներ դրա համար, որպեսզի մենք կարողանանք այդ գիգանտ կառույցում ունենալ հստակ, այսպես ասած, ճիշտ կառավարում։ Իսկ ինչքանով դա կստացվի, ես չգիտեմ, որտեղ մարզային առողջապահությունը ունի իր բավականին լուրջ սպეციფიკությունը եւ փորձի համար ասեմ, աշտարակի օրինակ քաղաքապետի օրինակով, որը որ որոշել էր, որ գյուղական ամբուլատորիայում պետք է դայակ աշխատի, տնօրենին հանել էր բժիշկ, նշանակել էր դայակ։ Արդյոք դա մենք կարող ենք ասել, որ հրաշալի կառավարիչ է, ոչինչ թող չլինի բժշկական կրթությամբ։ Այստեղ այդ խնդիրները կան, որը որ խոցելի են բավականին դարձնելու մարզային առողջապահությունը։ Մարզերում սովորաբար կա մասնագետների, որակյալ մասնագետների խնդիր։ Հեռավոր մարզերում, հատկապես գյուղական համայնքներում մարդիկ, քաղաքացիները հաճախ նախընտրում են գալ մայրաքաղաք Երևան, բուժում ստանալ հենց մայրաքաղաքում եւ ոչ թե իրենց մարզի բժշկական կենտրոնում։ Այս օպտիմալացումը կարող է լուծել այդ հարցը։ Այս օպտիմալացումը նմանատիպ հարցեր չի լուծի, ես կարծում եմ հակառակը, որովհետև օրինակ հենց բերեմ ձեր օրինակով, օրինակ Բերդի բժշկական կենտրոնի տնօրենը, եթե այսօր իր բժշկական կենտրոնի համար հոգի ու ջանք չի խնայում, որ մի մասնագետին հրավիրի եւ ինքն է որոշում, որպես տնօրեն, իրավաբանական անձ, ինչպես ինչ աշխատավարձ տա, ինչպես մոտիվացնի, ինչպես խնդրի օրինակ քաղաքային իշխանությանը այդ եկող բժշկին բնակարանի ապահովվածության հարց որոշի եւ այլն, որ կարողանա այդ բժիշկը մնալ եւ աշխատել, մենք ունենք խոցելի նմանատիպ ուրեմն տարածաշրջանել, Բերդի տարածաշրջանը, Ճամբարակի տարածաշրջանը, ապա այս դեպքում որոշում կայացնողը չի լինում Բերդի
գլխավոր բժիշկը, որոշում կայացնողը չի լինում ճամբարակի գլխավոր բժիշկը, որոշումը կայացնողը լինում է ինչ որ միտեղ նստած այդ բժշկական կենտրոնի ոչ բժշկական կրթությամբ տնօրենը եւ ես ասել եմ որ չզարմանաք որ այդ տնօրենի նստավայրը օրինակ լինի Երևան քաղաքի առողջապահության նախարարությունը եւ այդպես այսինքն այդ իրավաբանական անձ է որովհետեւ կամ ենթադրենք Սևանի բժշկական կենտրոնում նստում է Գեղարքունիքի մարզի գլխավոր բժիշկը Վարդենիսի բժշկական կենտրոնի տնօրենը հասանելիության խնդիր ունի այդտեղ աշխատելու հետ կապված հիմա կասեն ամեն ինչը on-line է ոչ մարզային առողջապահության մեջ կան սպეციფიկ մոտեցումներ որը որ պետք է կարողանան կատարել էլի ընդունվել է ամբողջությամբ կառավարության որոշումը որը լինելու է երկու փուլով առաջի փուլում ասում են 3 մարզ են իրականացնելու ըստ իմ տեղեկատվության չկա իրավական ակտում գրված է նախարարի որոշմամբ իմ տեղեկատվությամբ դա լինելու է Գեղարքունիքի մարզը, Կոտայքի մարզը եւ Տաոշի մարզը։ Այդ ոչ հավաստի տեղեկատվությունը այնուհետև մի հատ սա վերլուծելու են նորեն 7-ի վրա 7-ը շարունակեն, սակայն կառավարության որոշումը ընդունված է 10 ուրեմն մարզերի համար։ Եթե ամփոփենք այսօրվա մեր զրույցը, այս որոշման ռիսկերը ավելի շատ են, քան օգուտները ակնկալվող օգուտները, որովհետև դեռ չգիտենք ինչ օգուտներ կարող են քաղել այս որոշումից։ Համենայն դեպս ըստ իմ փորձի ես կարծում եմ այստեղ օգուտներ մենք չենք քաղելու ընդհանրապես։ Մենք ունենալու ենք առողջապահական համակարգի, այսպես ասած, կենտրոնացում, սա դեմ է նաև կառավարության ծրագրին, որովհետև կառավարության ծրագիրը ապակենտրոնացման ուրեմն գաղափարախոսություն է դրել եւ այդ ապակենտրոնացման գաղափարախոսության ֆոնի վրա մենք կատարում ենք առողջապահության կենտրոնացում, որը որ մարզերի համահույս զարգացման համար մեծ խոչընդոտ է դառնալու։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Հիշեցնեմ, մենք զրուցում ենք մարզային բժշկական կենտրոնների օպտիմալացման խնդրի մասին, կառավարության որոշումը արդեն ընդունվել է։ Զրուցում էինք ոլորտի փորձագետ Անուշ Պողոսյանի հետ, ցտեսություն։